Նախորդ օրերին Հայաստանի Հանրապետությունը բազմաթիվ միջազգային իրադարձություններ հյուրընկալեց։ Դրանցից մեկն էլ Երևանյան երկխոսություն միջազգային համաժողովն է։ Թեև այն 3 տարվա պատմություն ունի, բայց արդեն հասցրել է ընդլայնվել, իր ընդգրկումը ավելացնել եւ աշխարհագրական առումով եւ մասնակիցների թվով։ Եվ այս ընթացքում մասնակիցներ են եղել տարբեր տարածաշրջաններից։ Եվ իմ զրուցակիցը այժմ Թայլանդի արտաքին գործերի նախարարի հատուկ բանագնաց Արթայամուտ Սիրիսամուտն է։ Thank you very much for joining us. Շնորհակալություն մեզ միանալու համար։ Եկեք սկսենք նրանից, թե ինչ տպավորություններ ունեք Երևանյան երկխոսության համաժողովից։ Այս այմ առաջին այսն է Հայաստան եւ ես շատ ուրախ եմ մասնակցելու այս տարվա երկխոսությանը։ Կարծում եմ սա հարթակ է, որտեղ տարբեր շահագրգիռ կողմերը թե տարածաշրջանից, թե դրա սահմաններից դուրս կարող են քաղաքական երկխոսություն վարել եւ քննարկել արդի կարևոր հարցերը։ Շատ կարևոր է լսել տարբեր տեսակետներ Եվրոպայից, Կենտրոնական Ասիայից, Հարավ-Արևելյան Ասիայից եւ Հեռավոր Հարևելքից։ Կարծում եմ այս երկխոսությունը օգնում է կամուրջներ կառուցել տարբեր տարածաշրջանների միջև, փոխըմբռնումը խորացնելու համար, ինչպես նաեւ առաջ է քաշում քննարկման ենթակա կարևոր հարցեր։ Այն նաեւ օգնում է մեզ ավելի լավ ճանաչել Կենտրոնական Ասիան եւ Հարավային Կովկասը։ Ինչպես արդեն նշեցի, սա իմ առաջին այցն է Հայաստան եւ Թայլանդը մեծ ողջավորությամբ է մոտենում այս հարաբերություններին։ Մենք ցանկանում ենք ամրապնդել կապերը Հայաստանի հետ տարբեր ոլորտներում։ Հայաստանը գեղեցիկ երկիր է, հարուստ պատմությամբ եւ մշակույթով եւ կարծում եմ մենք կարող ենք զարգացնել համագործակցություն բազմաթիվ ուղղություններով՝ տնտեսության, մարդկանց միջև կապերի, մշակույթի եւ սննդի ոլորտներում։ Որպես միջին հզորության երկրներ մենք կարող ենք շատ բան անել միասին։ Ինչպիսին են ձեզ համար արդյունքները։ Քանի որ ասացիք Հայաստանում առաջին անգամ եք, ապա ինչ տպավորություն եք ստացել երկրից։ Բնությունը այստեղ շատ բազմազան է, կա չոր հատված ժայռեր, շատ քարեր, հավազաքար։ Ձեր շենքերը շատ գեղեցիկ են, քանի որ կառուցված են վարդագույն տուֆից եւ դա բոլոր շենքերին տալիս է շատ գեղեցիկ տեսք։ Կան այգիներ, խաղողի այգիներ, հիասքանչ լեռներ, լճեր, գետեր։ Թայլանդում մեր տարածքի մեծ մասը համեմատաբար հարթ է, հետեւաբար հաճելի է այստեղ գալ եւ տեսնել այս չափավոր եւ բազմազան կլիման։ Գիտեմ, որ Հայաստանում տարվա 4 եղանակն էլ կա։ Ձմռանը կարելի է դահուկ վարել, քանի որ շատ ձյուն է լինում։ Ամռանը բավականին շոգ է։ Կարծում եմ Հայաստանը շատ լավ ուղղություն է Թայլանդից եկող զբոսաշրջիկների համար։ Որոնք են Թայլանդի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները եւ ինչպես Հայաստանի հետ հարաբերությունները կարող են նպաստել այդ ուղղությունների զարգացմանը։ Մենք ունենք նոր կառավարություն, որը իշխանության է եկել ընդամենը 2 ամիս առաջ եւ ահա մենք ցանկանում ենք լինել ավելի առաջադեմ, ավելի ռազմավարական եւ ավելի արձագանքող մարդկանց կարիքներին։ Մենք կարևորում ենք մեծ տերությունների միջև ռազմավարական հավասարակշռության պահպանումը եւ միաժամանակ ցանկանում ենք ուժեղացնել միջին ուժ ունեցող երկրների դերը, այդ թվում Թայլանդի եւ տարածաշրջանի այլ երկրների, որպեսզի խորացնենք համագործակցությունը, բարձրացնենք դիմակայունությունը եւ պահպանենք լավ հարաբերություններ բոլոր ռազմավարական գործընկերների հետ։ Տնտեսական փոխկապակցվածությունը նույնպես շատ կարեւոր է։ Օրինակ, ինչպես կարող են մեր դիվանագիտական հարաբերությունները նպաստել մեր երկու երկրների ժողովուրդների բարեկեցությանը։ Մենք ցանկանում ենք խթանել ուսանողների մարդկանց միջև շփումները, ակադեմիական, մշակութային եւ նույնիսկ խոհարարական ոլորտում փոխանակումները։ Ես այցելել եմ հարավային շրջաններում գտնվող խաղողի այգիներ, որոնք շատ գեղեցիկ են, իսկ գինին շատ համեղ։ Մենք ունենք բազմաթիվ հնարավորություններ համագործակցության համար։ Թայլանդը գյուղատնտեսական ապրանքների խոշոր արտահանող է։ Ունենք բազմաթիվ մրգեր, այլ սննդամթերք, նաև մեր խոհանոցները կարող են շատ լավ փող լրացնել։ Մենք ցանկանում ենք դառնալ առավել նախաձեռնող եւ պահպանելով լավ հարաբերություններ մեծ տերությունների հետ, միաժամանակ զարգացնել համագործակցությունը նոր գործընկերների հետ, այդ թվում Հայաստանի։ Այս պահին Թայլանդը Հայաստանում դեսպանություն չունի, սակայն ապագայում ամեն ինչ հնարավոր է։ Հայաստանը կարող է բացել դեսպանություն Բանգկոկում կամ մենք այստեղ։ Դեսպանատունը կարևոր կառույց է, քանի որ այն տեղեկատվության փոխանակման եւ կապերի հիմնական ուղին է։ Գործարարները, ովքեր ցանկանում են զարգացնել կապեր, սովորաբար դիմում են դեսպանություններին։ Այս պահին մենք ունենք պատվավոր հյուպատոսներ, թե Հայաստանում, թե Թայլանդում, սակայն նրանք հաճախ ունեն այլ զբաղվածություն։ Լիարժեք
դիվանագիտական ներկայացուցչությունը կարող է ավելի արդյունավետորեն խթանել առևտուրը։ Մենք կազմակերպում ենք բազմաթիվ ցուցահանդեսներ գաստրոնոմիայի, նորաձևության ոլորտներում եւ կարող ենք աջակցել հայ գործարարներին մասնակցելու այդ միջոցառումներին եւ գտնելու նոր հնարավորություններ։ Դեսպանատունը կարևոր դեր ունի, սակայն այս պահին կարող ենք օգտագործել պատվավոր հյուպատոսների ներուժը, ապագայում հանրահաշտ է խթանել մարդկանց միջև կապերը, ավելացնել փոխայցերը։ Այժմ արդեն իրականացվում են վերապատրաստման տարբեր ծրագրեր, որոնց մասնակցում են Հայաստանի տարբեր նախարարությունների ներկայացուցիչներ, այցելելով Թայլանդ։ Այսինքն արդեն ունենք որոշակի փոխանակումներ, սակայն պետք է զարգացնել դրանք, դարձնելով ավելի ուժեղ եւ համակարգված։ As you know, in October, Ինչպես գիտեք, հոկտեմբերին Հայաստանում կանցկացվի COP17 համաժողովը, որքանով է կարևոր կայուն զարգացումը։ Ինչ արդյունքներ եք ակնկալում COP17 համաժողովից։ from this conference. Այո, կարծում եմ Հայաստանը կարևոր դեր է խաղում միջազգային հարթակում, սկսած Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովից, այս տարվա Երևանյան երկխոսություն ֆորումից մինչև COP համաժողովի հյուրընկալում։ Կցանկանայի շնորհավորել Հայաստանին հաջողված առաջադեմ ուժեղ եւ հետեւողական արտաքին քաղաքականության համար։ Ինչ վերաբերում է կայուն զարգացման հարցին, ապա Թայլանդի համար կայուն զարգացումը վաղուց դարձել է կենսակերպ։ Բանն այն է, որ Ռամա 9-րդ թագավորը դեռևս 40-50 տարի առաջ առաջադրել է չափավոր տնտեսության հայեցակարգը։ Այն ենթադրում է չծախսել հնարավորություններից ավելին, խելամիտ կերպով կառավարել ռեսուրսները եւ խուսափել չափազանցումներից։ Սա է կայուն զարգացման հիմքը։ Մենք պետք է պահպանենք շրջակա միջավայրը։ Մենք պատրաստ ենք աջակցել այն կայուն զարգացման օրակարգին, որը Հայաստանը առաջ է մղում COP համաժողովի շրջանակներում եւ հույս ունենք, որ կլինեն նոր նախաձեռնություններ ֆինանսավորման ոլորտում, որոնք կօգնեն փոքր եւ միջին երկրներին հասնել ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին։ Կարծում եմ ֆինանսավորումը առանցքային նշանակություն ունի, քանի որ առանց դրա հնարավոր չէ իրականացնել կայուն զարգացման բազմաթիվ նպատակներ։ Միևնույն ժամանակ նման հանդիպումները պետք է ապահովեն նաև քաղաքական խթան, որպեսզի առավել շատ երկրներ ակտիվացնեն իրենց ջանքերը եւ առաջընթաց գրանցեն կայուն զարգացման նպատակների իրականացման ուղղությամբ։ As you know, there are many numerous conflicts and tensions. Ինչպես գիտեք, աշխարհում, այդ թվում խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում կոնֆլիկտներ ու լարումներ կան։ Որն է հակամարտությունների լուծման ու խաղաղաշինության հարցում ձեր մոտեցումը։ Conflict resolution issues. Կարծում եմ ամենակարևորը վստահությունն է։ Մենք պետք է վստահություն կառուցենք երկրների միջև, կիրառելով այն ամրապնդման միջոցները, կանխարգելիչ դիվանագիտությունը եւ երկխոսության նման քաղաքական հարթակները։ Կարևոր է նաեւ միմյանց ավելի լավ ճանաչելը եւ փոխադարձ հարգանքի վրա հիմնված համագործակցությունը։ Մեզ համար առաջնային է միջազգային իրավունքի կարևորությունը, հարգանքը միմյանց իշխանության նկատմամբ, սահմանների անձեռնամխելիությունը եւ մարդու իրավունքների պաշտպանությունը։ Այս սկզբունքները հիմնարար նշանակություն ունեն արտաքին քաղաքականության իրականացման մեջ։ Թայլանդը հարավ-արևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի անդամ է եւ մենք ձգտում ենք ուժեղացնել այդ կառույցի դերը միջազգային ասպարեզում։ ASEAN-ը միջին հզորության երկրների միավորում է, սակայն այն կարող է կարևոր դեր խաղալ խոշոր տերությունների միջև հակամարտությունների մեղմացման գործում։ Այսօր մենք տեսնում ենք տարածաշրջանային բազմաթիվ հարթակներ։ Օրինակ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը, որը ձևավորվել է ASEAN-ի նախաձեռնությամբ։ Մեր հիմնական նպատակը այն է, որ խոշոր երկրները կարողանան հանդիպել եւ իրենց հարցերը քննարկել միջին երկրների շրջանակներում։ Հաճախ մեծ տերությունների համար դժվար է ուղղակիորեն դիմել միմյանց հետ խոսելու համար, սակայն միջին ուժ ունեցող երկրներում նրանք ավելի ազատ են զգում իրենց եւ պատրաստակամ են երկխոսությամբ։ Սակայն երբ նրանք գալիս են միջին ուժ ունեցող երկրներ, իրենց ավելի հանգիստ եւ ապահով են զգում, կարող են գալ օրինակ Հայաստան եւ այստեղ քննարկել իրենց հարցերը։ Այդ պատճառով մենք ցանկանում ենք ստեղծել միջավայր, որտեղ նրանք կարողանան ավելի ակտիվորեն ներգրավել, շփվել եւ քննարկել իրենց տարաձայնությունները։ Սա է միջին ուժ ունեցող երկրների կարևոր դերը՝ նպաստել քաղաքական երկխոսության խորացմանը, քանի որ հաճախ կողմերը պարզապես չեն խոսում միմյանց հետ կամ չեն ցանկանում գնալ մյուսի մոտ կամ չկա համապատասխան հարթակ։ Մենք կարող ենք ապահովել այդ հնարավորությունը, ստեղծելով ֆորումներ եւ միջավայր, որտեղ նրանք կարող են հանդիպել եւ խոսել միմյանց հետ։ So what is your assessment of this? Ինչպիսին է ձեր գնահատականը Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, մասնավորապես տնտեսական ու անվտանգային տեսանկյունից։
I think the conflict has Կարծում եմ այս հակամարտությունը մեծացրել է տնտեսական ռիսկերը շատ երկրների համար, հատկապես Ասիա խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, քանի որ նավթև էներգակիրների զգալի մասը գալիս է Մերձավոր Արևելքից եւ Եվրոպայից։ Հորմուզի նեղուցի փակումը ազդել է Ասիայում եւ Հարավ-Արևելյան Ասիայում էներգիայի գների վրա։ Արդյունքում աճել են պարարտանյութերի, բենզինի եւ էներգակիրների գները, ինչը անմիջական ազդեցություն ունի մարդկանց կենսապայմանների վրա։ Բանն այն է, որ գրեթե ամեն ինչ սկսվում է նավթից կամ գազից, դրանք են ձևավորում արտադրության եւ բիզնեսի հիմնական ծախսերը։ Հուսով ենք, որ իրավիճակը կլուծվի խաղաղ ճանապարհով եւ կվերադառնա բնականon հուն, քանի որ աշխարհին այսօր անհրաժեշտ է ավելի շատ տնտեսական զարգացում եւ բարենպաստ միջավայր դրա համար։ Եթե մարդկանց կենսապայմանների արժեքը բարձրանում է կամ նրանք չեն կարողանում ձեռք բերել օրինակ պարարտանյութ, դա անմիջապես ազդում է նրանց կյանքի վրա։ Թայլանդի համար, ինչպես նշեցի, այս իրավիճակը նույնպես ազդեցություն է ունեցել, սակայն մենք փորձում ենք կառավարել հետևանքները։ Մենք խթանում ենք կայուն զարգացումը, զարգացնելով արևային էներգիան, ստեղծելով սեփական էներգետիկ ռեսուրսները, որոնելով այլընտրանքային աղբյուրներ, ինչպես նաև ընդլայնելով առևտրային կապերը նոր երկրների հետ, օրինակ Հայաստանի, որպեսզի մեծացնենք մեր հնարավորությունները։ Ապագայում մենք կարող ենք գտնել նոր ուղիներ համագործակցության համար, հատկապես տնտեսական ոլորտում։ engage in each other, especially in economic areas. Որոնք են կարևոր հետաքրքրող ոլորտները, որոնք կարող են լինել Հայաստանի եւ Թայլանդի համագործակցության հիմքում։ Yeah, I think many Այո, կարծում եմ Հայաստանում ՏՏ ոլորտը շատ զարգացած է, ինչպես նաև ոսկերչության ոլորտը։ Թայլանդը նույնպես հանդիսանում է ոսկերչության կարևոր կենտրոն, հատկապես բարձրակարգ արտադրանքի ոլորտում։ Այս բարձրարժեք արդյունաբերություններում մենք կարող ենք համագործակցել։ Թայլանդը կարող է որոշակիորեն ապահովել ծառայությունների ոլորտում աշխատուժ։ Հայաստանն էլ կարող է համագործակցել Թայլանդի հետ գյուղատնտեսության ոլորտում։ Զբոսաշրջությունը եւս շատ կարևոր է։ Կարծում եմ աղքատությունից դուրս գալու ամենաարագ ճանապարհներից մեկը զբոսաշրջության զարգացումն է գրավիչ ուղղությունների ստեղծմամբ։ Եթե մարդիկ այցելում են, նրանք ծախսում են հյուրանոցներում, սննդի, տրանսպորտի վրա եւ դրանով բարելավում են տվյալ տարածքում բնակվող մարդկանց կենսապայմանները։ Թայլանդը մեծ փորձ ունի զբոսաշրջության ոլորտում եւ մշտապես աշխարհում լավագույն հնգյակում է, որպես ամենաշատ այցելվող ուղղություններից մեկը։ Այս առումով եւս կարող ենք համագործակցել հյուրանոցային բիզնեսի, ռեստորանների եւ ծառայությունների ոլորտներում։ Կրթությունն էլ կարևոր ուղղություն է։ Հայաստանը ունի համալսարանական լավ համակարգ եւ հարուստ պատմություն, հետեւաբար մենք կարող ենք ուսումնասիրել միմյանց փորձը եւ զարգացնել ակադեմիական համագործակցությունը։ Սրանք ընդհանրապես մի քանի ուղղություններ են, բայց կարծում եմ ապագայում մենք կարող ենք շատ ավելի լայն համագործակցություն զարգացնել։ we can do a lot of things together. Ինչ ուղերձ եք ուզում թողնել Հայաստանի հասարակությանը։ I think I would like to applaud the Կցանկանայի ողջունել եւ բարձր գնահատել հայ ժողովրդի դիմակայունությունը, ձեր հազարամյակների պատմությունը եւ այն հանգամանքը, որ գտնվելով Ասիայի եւ Եվրոպայի խաչմերուկում մշտական տեղաշարժերի եւ ազդեցությունների պայմաններում դուք կարողացել եք պահպանել ձեր ինքնությունը, լեզուն, մշակույթը եւ ուժեղ ոգին։ Ուզում եմ շնորհավորել եւ գնահատանքի խոսք ասել ձեր այդ տոկունության համար։ Կարծում եմ այս փորձը կարող է օրինակ ծառայել աշխարհի այլ երկրների համար։ Հայաստանի պատմությունն ու քաղաքակրթությունը կարող են ավելի շատ ներկայացնել երիտասարդներին, որպեսզի նրանք ավելի լավ ճանաչեն Հայաստանը, քանի որ այսօր, օրինակ Թայլանդում, շատերը դեռ քիչ գիտեն Հայաստանի մասին։ Վստահ եմ Հայաստանում էլ նույնը կարելի է ասել Թայլանդի մասին։ Թայլանդը նույնպես ունի երկար պատմություն եւ գտնվում է Չինաստանի եւ Հնդկաստանի միջև, հարավ-արևելյան Ասիայում։ Հետևաբար, մեր մշակույթը ձևավորվել է ինչպես հնդկական, այնպես էլ չինական ազդեցությունների ներքո։ Կարծում եմ մենք կարող ենք սովորել միմյանցից, զարգանալ միասին եւ դառնալ ավելի ուժեղ միասին։ grow together, grow stronger together. Շնորհակալություն հարցազրույցի համար։ Ես հիշեցնեմ իմ զրուցակիցը Թայլանդի արտաքին գործերի նախարարի հատուկ բանագնաց Արթայուտ Սրիսամուդներ։